Հուլիսին և օգոստոսի առաջին օրերին գյուղմթերքի գների զգալի անկում է նկատվում։ Նվազել են բանջարեղենի տեսակներից վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, սմբուկի գները, ինչպես նաև մրգերի որոշ տեսակներինը։ Շուկայում հիմնականում վերավաճառողներ են, ովքեր գյուղական շրջաններից են ձեռք բերում մրգերն ու բանջարեղենը, եւ ինչպես իրենք են նշում, արդեն իսկ բարձր գներով։ Գները մենակ մեզնով չէ։ Հոկտեմբերանի գները թանկ եղավ, ստեղ է թանկ եղնե, էժան եղավ ընդեղ սեղել էժան եղնե։ Օրինակ մեկ ես կանորտյանում թանկ է 100%։ Իջել է, բադրջանը իջել է, բիբարը իջել է, պամիդորն է մեկ չէ, մեսեր գորը թանկացել, բայց դուց հետո կրնայելի իջնի։ Այս տարվա գարունը բավականին նպաստավոր էր բերքի մշակման համար։ Միակ բարդ խնդիրը ոռոգման ջրի պակասն էր, նշում են գյուղատնտեսներն ու հավելում. երբ իշխանությունները ուշադրություն դարձնեն ոռոգման ու մշակման խնդիրներին, իրենք կստանան բավարար քանակությամբ բեր։ Հետևաբար ցածր կլինի նաև գյուղմթերքի գինը։ Հասկանալի է, որ ամառվա կեսն է, շատ գյուղմթերքներ արդեն հավաքվել են, շուկայում կա դրանց համապատասխան քանակություն, դրա համար գները նվազում են։ Սակայն հույս դնել, որ այդ շարունակական բնույթ կունենա, ինձ թվում է այդքան էլ խելամիտ չի լինի։ Ըստ տնտեսագետ Արթուր Առաքելյանի, յուրաքանչյուր վերավաճառող իր ապրանքի տերն է, հետևաբար ինքն է սահմանում նախընտրելի գինը։ Վարունգն օրինակ այսօր շուկայում վաճառվում է 50-ից 200 դրամով, կապված տեսակից եւ վաճառողի կամքից։ Թանկ է ամեն ինչ է։ Ամեն ինչ է։ Մարդկա ասենք սե լավ է, էսե էնե բացուդ է։ Թանկ է։ Մեր միրկը, մեր բերկը, մեր բանը, մեր ժողովուրդը չուդ է։ Ըմբես կներ տնեն որ ժողովուրդը օգտվի, մի 5 հոգու, 10 հոգու, 20 հոգու համար չեղնի, սաղն էլ թող օգտվին։ Պատկերացնես կը թոշակը ստացել ենք, երևի լրիվ դադարվինք ու եշտանք, առածս մի կարզինք է մեջ կա։ Հայ, ես ինչ-որ մի քիչ էժանացվել է, բայց էլ չի համենի ժողովրդի սենք ավելակերվի հետ։ Բարենաբաց գյուղատնտեսական տարին բերում է այս կարգի երևույթները, եթե հիշենք անցյալ տարին։ Անպայմանաբար ձեր բոլոր տեսանկյուններից, բազմաթիվ այլ գործոններից բացի կախված է նաև բնակլիմայական պայմաններից, դրանց տարվա բնակլիմայական պայմաններից եւ այդ գների տատանումները սովորաբար սեզոնային բնույթ են կրում։ Զարմանալի չէ հայաստանյան շուկայի գների շարունակական տատանումները, ասում է տնտեսագետ Արթուր Առաքելյանը։ Գնանկման ցուցանիշներ վերջին օրերին նկատվել են աշխարհի շատ երկրներում այնպես, ինչպես տարեսկզբին համընդհանուր գնաճ էր գրանցվել։ Շուկայում վերավաճառողները հավաստիացնում են, որ գնանկումը կշարունակվի, իսկ տնտեսագետը խորհուրդ է տալիս ժամանակից շուտ նման համոզմունք չհայտնել։ Շուշանա Գրիգորյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։